Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Բեդի ջրամբարի եւ ռոռոկման համակարգի կառուցման արդյունքում կապահովի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի 3220 հեկտար հողերի անխափան եւ հուսալի ոռոգումը։ Փաշինյանն այցելել է Բեդի ջրամբար։ Արհեստական բանականությունը պետք է դառնա ոչ թե մարդուն փոխարինող, այլ նրա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնող գործիք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը ապոլիտիկալ հարթակի Government AI Campus նախաձեռնությանը։ Արտակարգ դեպք Լոռու մարզում սպիտակ բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Արջը գյուղում է գայլը անասնագոմի մոտ։ Վայրի կենդանիներն են խախտում մարդու տարածքը, թե մարդն է տարեցտարի էլ ավելի մխրճվում կենդանիների բնական միջավայր, մասնագետների դիտարկումները։ Հուլիսի 12-ից 19-ը Երևանում կանցկացվի Ոսկե Ծիրան միջազգային 23-րդ կինոփառատոնը, որն այս տարի եւս կներկայանա մրցութային եւ արտամրցութային ծրագրերով, հեղինակավոր կինոփառատոններից ընտրված ֆիլմերով, հատուկ ցուցադրություններով, վարպետության դասերով եւ միջազգային հյուրերի մասնակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բեդի ջրամբար, ծանոթանալու ջրամբարի տեխնիկական հնարավորություններին։ Վարչապետը այցի վերաբերյալ տեսանյութը հրապարակել է Facebook-ի իր էջում, գրելով. Բեդի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի 3220 հեկտար հողերի անխափան եւ հուսալի ոռոգումը։ Կառավարության ծրագրում ներառված է 15 փոքր եւ միջին ջրամբարների նախագծում եւ կառուցում, եւ ձեր հանձնարարությամբ ժամանակին զուգահեռ մենք նաեւ քննարկել ենք ակտիվային ելքերի վերանման եւ նաեւ տարածքային այցերով օրգանիկական ուսումնասիրություններում լրացուցիչ իդենտիֆիկացրել ենք եւս 7 ջրամբար, այսինքն այս բանը կարող ենք խոսել ընդհանուր առմամբ 22 ջրամբարների մասին։ 22 ջրամբարներից 12 ջրամբարների վերաբերյալ ունենք ցուցանիշներ, դրանցից 5-ը նախագծված են, մեկ կառուցված է, Բեդի ջրամբարի մասին է խոսքը, կապսը նախագծված է եւ կառուցումը մեկնարկված է, եւ եւս 10 ջրամբարներ նախատեսվում են առաջին տարիներին ուսումնասիրել, հասկանալու համար դրանցից որոնք են իրագործել։ Փաստն է նա, որ ի վերջո մասշտաբի ինչքան տարի չկառուցվել Հայաստանում։ Սա առաջինն է, անկախությունից ի վեր միակն։ Տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը։ Կողմերը ողջունել են 2025 թվականի փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից ի վեր Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղման ուղղված քայլերը։ Հայաստանն ու Եվրոպական միությունը կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Ամփոփելով 2025 թվականից հետո արձանագրված առաջընթացը, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների քաղաքականության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների եւ մարդու իրավունքների ոլորտում միմյանց համապատասխան առաջնահերթությունների վերաբերյալ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Արհեստական բանականությունը պետք է դառնա ոչ թե մարդուն փոխարինող, այլ նրա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնող գործիք։ Այս մոտեցումն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապոլիտիկալ հարթակի Government AI Campus նախաձեռնությանը տված հարցազրույցում։ Նախարարը խոսել է արհեստական բանականության գրագիտության, կրթական եւ պետական կառավարման համակարգում դրա ներդրման կարեւորության, ռիսկերի, նաեւ Հայաստանի ազգային ԱԲ ենթակառուցվածքների զարգացման մասին։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Political հարթակի Government AI Campus նախաձեռնությանը, ներկայացնելով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի տեսլականը, առաջնահերթություններն ու պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ձևավորել մրցունակ, պատասխանատու եւ ներառական արհեստական բանականության բեկոհամակարգ։ Նրա խոսքով արհեստական բանականության գրագիտությունը ժամանակակից աշխարհում առանցքային հմտություն եւ պետք է դառնա կրթական համակարգի կարևոր բաղադրիչ։ ԱԲ գրագիտությունը չի նշանակում, որ բոլորը պետք է դառնան արհեստական բանականության ինժեներ։ Խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուր շրջանավարտ անկախ մասնագիտությունից կարողանա անվտանգ եւ արդյունավետ օգտագործել արհեստական բանականության գործիքները, հասկանալ տվյալների, մոդելների եւ սահմանափակումների հիմունքները, քննադատապար գնահատել ԱԲ-ի արդյունքները եւ պահպանել մարդու վերահսկողությունը կարևոր որոշումների ժամանակ։
Նախարարն արհեստական բանականության գրագիտությունը բաժանել է 3 հիմնական ուղղության՝ հիմունքների իմացություն, քննադատական եւ պատասխանատու մտածողություն, նաեւ գործնական կիրառություն։ Նա ընդգծել է, որ քաղաքացիներն ու մասնագետները պետք է գիտակցեն, արհեստական բանականությունը կարող է սխալվել, վերարտադրել տվյալներում առկա կողմնակալությունները կամ ոչ ճշգրիտ պատասխաններ առաջարկել։ Խոսելով տարբեր մասնագիտական խմբերի համար արհեստական բանականության կրթության մասին, Հայրապետյանը նշել է, որ պետք է գործի ընդհանուր հիմք մասնագիտական խորացում սկզբունքը։ Ըստ նրա, ուսուցիչներին, բժիշկներին, ինժեներներին եւ պետական ծառայողներին անհրաժեշտ է արհեստական բանականության ընդհանուր ընկալում, սակայն ուսուցումը պետք է հարմարեցվի յուրաքանչյուր ոլորտի ռիսկերին եւ պատասխանատվության մակարդակին։ Ուսուցիչների համար կարևոր է ոչ միայն ԱԲ գործիքների կիրառումը, այլև ուսուցիչ-ԱԲ աշակերտ հարաբերության ճիշտ կառուցումը։ Բժիշկների դեպքում առաջնային են պացիենտի անվտանգությունը, կլինիկական պատասխանատվությունը եւ տվյալների պաշտպանությունը, իսկ ինժեներների համար կարևոր են տվյալների որակը, մոդելների գնահատումը, անվտանգությունը, փաստաթղթավորումը եւ մշտադիտարկումը։ Հայրապետյանն անդրադարձել է նաև պետական համակարգում արհեստական բանականության ներդրման հիմնական մարտահրավերներին։ Նրա գնահատմամբ խնդիրները միայն տեխնոլոգիական չեն, այլ կազմակերպչական, կապված հմտությունների, վստահության, տվյալների պատրաստվածության, հին համակարգերի եւ փոփոխությունների կառավարման հետ։ Արհեստական բանականությունը պետական համակարգում արդյունավետ ներդնելու համար միայն գործիքներ ունենալը բավարար չէ։ Անհրաժեշտ են պատրաստված աշխատակիցներ, հստակ կանոններ, որակյալ տվյալներ եւ անվտանգ կիրառման ուղիներ։ Հակառակ դեպքում առաջանում է չվերահսկվող օգտագործում, ավելի բարձր ռիսկեր եւ անհավասար որակ։ Նախարարը կարևորել է նաև ազգային արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը։ Խոսելով արհեստական բանականության տվյալների կենտրոնների մասին, նա նշել է, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես տեխնիկական կամ շինարարական ծրագրեր, այլ որպես ազգային կարողություն, հստակ կառավարման եւ հասանելիության մոդելով։ Արհեստական բանականության ենթակառուցվածքը պետք չէ դիտարկել որպես շինարարական նախագիծ, այն պետք է դիտարկել որպես ազգային կարողություն, կառավարման եւ հասանելիության մոդելով։ Ամենաթանկ սխալներից մեկն այն է, երբ ստեղծվում են հզորություններ, որոնք չեն օգտագործվում լայն էկոհամակարգերի կողմից կամ հասանելի են միայն նեղ շրջանակի համար։ Հայրապետյանի խոսքով արհեստական բանականությունը կարող է բարելավել պետական ծառայությունների որակը, կրճատելով սպասման ժամանակը, բարձրացնելով պատասխանատուների հետևողականությունը եւ աշխատակիցներին ազատելով կրկնվող վարչարարական աշխատանքից։ Որպես օրինակ, նա առանձնացրել է արհեստական բանականության աջակցությամբ զանգերի կենտրոններն ու քաղաքացի արհեստական բանականություն երկխոսության հարթակները, այդ թվում հայերեն խոսքը տեքստի եւ տեքստը խոսքի վերածող լուծումներով։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ արհեստական բանականության կիրառումը պետք է ուղեկցվի էթիկայի, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության եւ հաշվետվողականության հստակ մեխանիզմներով։ Նրա խոսքով արհեստական բանականությունը կարող է նույն արագությամբ մեծացնել եւ արդյունավետությունը եւ սխալները։ Հարցազրույցի վերջում Հայրապետյանն ընդգծել է, որ արհեստական բանականության նպատակը մարդուն փոխարինելը չէ, այլ նրան ավելի արդյունավետ դարձնելը։ Ըստ նրա, թվային լուծումներն ու ավտոմատացումը կարող են մարդկանց ազատել ամենօրյա բյուրոկրատական ռուտինայից, հնարավորություն տալով կենտրոնանալ այլ աշխատանքի վրա, որտեղ անհրաժեշտ են դատողություն, երևակայություն, ստեղծարարություն եւ քննադատական մտածողություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 14:40-ի սահմաններում սպիտակ բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն էլ պարզել են, որ վիրավորներն են սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Ոստիկանները փորձում են պարզել, թե որտեղ են նրանք դանակահարվել։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Հիշեցնենք, Գագիկ Բեգլարյանը կալանավորվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ըստ քննչական կոմիտեի կրթության եւ գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա որդուն Արտյոմ Խաչատրյանին օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին։
Պետական գաղտնիք հրապարակելու գործով ձերբակալված 2 զինվորականները կալանավորվել են, նրանցից մեկը Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Էդիկ Մալոյանն է։ Վարույթի շրջանակում կալանավորվել է նաև նույն զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը։ Ըստ քննչական մարմնի Մալոյանը չունենալով համապատասխան գաղտնի տեղեկությանը ծանոթանալու իրավունք, դրդել է այդ տեղեկատվությունը հասանելիություն ունեցող սպային այն հրապարակել, ապա ինքն էլ հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։ Մալոյանին մեղադրանքի առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունն ապօրինի ձեռք բերելուց հետո հրապարակելու եւ այն հրապարակելուն դրդելու համար։ Մյուս զինվորականը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշարք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Արջագյուղում գայլը անասնագումի մոտ մենք միշտ մտածում ենք, որ վայրի կենդանիներն են խախտում մարդու տարածքը, սակայն մասնագետները ունեն այլ կարծիք։ Նրանք վստահեցնում են իրականում մարդն է տարեցտարի էլ ավելի մխրճվում կենդանիների բնական միջավայր, սահմանագիծ, որն օրեցօր ավելի անտեսանելի է դառնում։ Արջագյուղ է մտել, առաջին արձագանքը սովորաբար վախն է, մասնագետներն էլ արձագանքում են, դեռ պետք է պարզել, ով է ում տարածք մտել։ Հայաստանում մարդ վայրի բնություն հակամարտությունը վերջին տասնամյակում դարձել է առավել տեսանելի։ Կլիմայական փոփոխությունները, բնակավայրերի ընդլայնումն ու տնտեսական գործունեությունն աստիճանաբար կրճատում են վայրի կենդանիների բնական միջավայրը, ստիպելով նրանց ավելի հաճախ հայտնվել մարդկանց կողքին։ Հայաստանում արձանագրվել է մարդու եւ արջի հանդիպման կամ հարձակման ընդամենը 12 դեպք, որոնցից միայն մեկն է եղել մահվան ելքով Արագածի լանջերին Լեհ զբոսաշրջիկի ողբերգական դեպքը։ Լուծումները սակայն ոչ միշտ են զենքը կամ կենդանիներին ոչնչացնելը։ Մասնագետները խոսում են արդեն փորձարկված միջոցների մասին՝ էլեկտրական հովիվներ, ավելի անվտանգ անասնագոմեր, պահակ շներ, կանխարգելիչ համակարգեր։ Աշխատում ենք Եղեգիս համայնքում, որտեղ ամենաշատ ներթափանցումները տեղի են ունենում այնտեղ, տարեկան կտրվածքով մոտ 100 դեպք է այնտեղ գրանցվում։ Ամենախոցելի գյուղը համարվում է Շատին ու Եղեգիս բնակավայրերը։ FPWC-ին վերջին 5 տարիներում Եղեգիսին եւ ընդհանուր Վարազձորի համայնքին նվիրաբերել է 50-ից ավելի էլեկտրական հովիվներ։ Էլեկտրական հովիվները դրանք այն արդյունավետ միջոցներն են, որ օգնում են պաշտպանել իրենց ցանկատարածքները։ Այս թեմաներն էին COP17 մեդիա դպրոցի արտագնա այցի առանցքում, որը կազմակերպվել է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկերների աջակցությամբ։ Լրագրողները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, որի տարածքները ձգվում են մինչև Վայոց ձոր, Սյունիք եւ Խարվաճար, ոչ միայն ծանոթացան ժամանակակից մոնիթորինգի, ֆոտոթակարդների, հակահրդեհային համակարգերի եւ անտարբերականգնման աշխատանքներին, այլև քննարկեցին մարդ վայրի բնություն հակամարտության մեղման գործնական լուծումները։ Հավելյալ կերակրումից մինչև համայնքների դիմակայունության բարձրացում։ Հենց այս սարի վերևում հենց հիմա տեղադրված է շատ մի հատ ուժեղ կամերա, որը կարծում եմ դուք տեսաք քիչ առաջ եւ դա հնարավորություն ունի 50 անգամ օպտիկական, այդ կարողությունը ունի մոտեցնելու գիշերային, թե ցերեկային, ջերմատեսիլ ունենք սարքեր, որոնք որ էական չի գիշերա թե ցերեկա նույն կերպ ցույց են տալիս, ավտոմատացված AI-ով աշխատանք ունի, որը որ ճանաչում է մարդկանց դեմքերը, մեքենա համարանիշները եւ հեշտացնում է օպերատորի գործը հեշտացնում է եւ եթե այս տարածքի համար պետք լիներ օրինակ 10 աշխատակից, մեկ կամերան դա դարձնում է ընդամենը 2 աշխատակից եւ մի կամերա արդեն բավարար է որպեսզի ամբողջ տարածքի վրա դու հսկողություն ունենաս։ Թերևս ամենահուզիչ կանգառը վայրի կենդանիների փրկարար կենտրոնն էր։ Այստեղ ապրում են տարիներ շարունակ անազատության մեջ պահված արջեր, որոնք այլևս չեն կարող վերադառնալ վայրի բնություն։ Նրանց թվում են նաև Նաիրին, Արամը եւ դուստր Լոլան, որոնք փրկվել են այս տարվա մարտին Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից։ Տասնյակ տարիներ փակ տարածքում պահված արջերի գոյության մասին հանրությունն իմացավ միայն այն ժամանակ, երբ կենդանիները հայտնվել էին պարսպի վրա։ Իրականում գերությունից երբ որ փրկում ենք կենդանիներին, իրենց բերում ենք այստեղ ոչ միայն ֆիզիկական խնդիրներով, այլ նաև հոգեբանական խնդիրներով,
սկսած ատամների կոտրվածքներից, փչացած ատամներից, թաթերի, ներբանների, փապկանների, խոցերից տարբեր խնդիրներ կարող են ունենալ ֆիզիկական կենդանիները, իսկ հոգեբանական խնդիրները հասկանում ենք արդեն իրենց վարքից, շեղված վարք, որը դրսևորվում է կենդանու կողմից։ Յուրաքանչյուր փրկված կենդանու պատմություն այստեղ հիշեցնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վայրի կենդանուն անազատության մեջ պահելը, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով։ Բնություն վերադառնալու հնարավորություն սովորաբար ունենում են միայն որբացած քոտոտները։ Հասուն կենդանիների համար փրկարար կենտրոնը դառնում է նրանց մշտական տունը։ Սակայն այսօր գործող կենտրոնն արդեն լիովին զբաղված է եւ նախատեսվում է կառուցել ավելի մեծ երկրորդ կենտրոն։ Այս պահեդրությամբ հողի վրա, գետնի վրա ունենք թե Կովկասյան կեսաբազմազանության տարածքի մոդելը եւ թե ուրեմն WWF Հայաստանի մոդելը, որոնք հիմնականում համայնքային պահպանվող տարածքների մասին է խոսքը, որը ստացված մոդել է, որը բավականին տեսանելի ընկալելի է գլոբալ դաշտում եւ վստահ եմ, որ այս ուղղությունը կոնկրետ հավակնում է դառնալ նույնիսկ Հայաստանի համար կարևոր խաղաքարտ։ Այս ամենից զատ պետք է քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնել, չէ՞ որ երբ արջը մոտենում է գյուղին, պատմությունը միայն արջի մասին չէ, այն պատմություն է մարդու բնության դեմ մեր քայլերի հետևանքների մասին։ Ի վերջո ընտրությունը մերն է, արդյոք մենք կշարունակենք հակադրվել վայրի բնությանը, թե կսովորենք ապրել նրա հետ նույն տարածքում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հուլիսի 12-ից 19-ը Երևանում կանցկացվի Ոսկե Ծիրան միջազգային 23-րդ կինոփառատոնը, որն այս տարի ևս կներկայանա մրցութային եւ արտամրցութային ծրագրերով, հեղինակավոր կինոփառատոներից ընտրված ֆիլմերով, հատուկ ցուցադրություններով, վարպետության դասերով եւ միջազգային հյուրերի մասնակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը վաղուց դուրս է եկել միայն կինոդիտումների ձևաչափից եւ դարձել Երևանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը, ամրապնդելով քաղաքի ներկայությունը միջազգային կինոհարթակներում։ Հուլիսի 12-ից 19-ը Երևանում կանցկացվի Ոսկե Ծիրան միջազգային 23-րդ կինոփառատոնը։ Կազմակերպիչների խոսքով այս տարի փառատոնը կներկայանա մրցութային եւ արտամրցութային ծրագրերով, համաշխարհային հեղինակավոր կինոփառատոններից ընտրված ֆիլմերով, վարպետության դասերով, միջազգային հյուրերով եւ հատուկ ցուցադրություններով։ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ Ոսկե Ծիրանը շարունակում է ամրապնդել իր դիրքը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային կինոհարթակներում։ Գիտեք, որ փառատոնը վերջապես մենք ապացուցեցինք, որ շատ կարևոր է, թե չասում էին ում է պետք փառատոնը։ Փառատոնը այսօր աշխարհի լավագույն փառատոնների շարքն է մտել եւ աշխարհը շատ գեղեցիկ գնահատականներ է տալիս մեր փառատոնին եւ մեր ծրագրերին։ Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս փառատոնի հիմնական գործընկերն ու հովանավորն է։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովանիսյանը նշեց, որ փառատոնի նկատմամբ աջակցությունը պայմանավորված է ոչ միայն մշակութային նշանակությամբ, այլև Երևանի միջազգային ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությամբ։ Ըստ նրանց, Ոսկե Ծիրանը դարձել է քաղաքի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Մենք այս տարի նախատեսել ենք 130 միլիոն դրամ գումար կինոփառատոնի բոլոր ծրագրերի եւ սայդ իվենտների անցկացման համար, սա կարելի ասել աննախադեպ նաեւ գումար է ֆինանսավորման մասով եւ պայմանավորված է նաեւ փառատոնի դրսևորման եւ միջազգային ասպարեզում ինքնադրսևորման վարկանիշի բարձրացման հետ։ Դուք գիտեք, որ նաեւ պետք է նշեմ, որ կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից վարկանիշվել է նորովի Ոսկե Ծիրան փառատոնը եւ մենք արդեն top 50-ի մեջ ենք։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը եւս ընդգծեց փառատոնի դերը, նշելով, որ Ոսկե Ծիրանը վաղուց դուրս է եկել միայն կինոդիտումների ձևաչափից։ Այն դարձել է իրադարձություն, որի շուրջ թե հայաստանյան, թե սփյուռքյան մասնագիտական ու մշակութային շրջանակները նախապես պլանավորում են իրենց օրակարգը։ Երկար տարիներ իմ բոլոր ընկերները, գործընկերները, սփյուռքի մեր գործընկերները եւ ընկերները այլևս իրենց հունիս-հուլիս ամիսը պլանավորելուց պարտադիր ճշտում են, թե երբ է անցկացվելու Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը։ Սա գալիս է ընդգծելու, որ մարդիկ սկսել են իրենց կյանքը պլանավորել, իրենց հանգիստը պլանավորել եւ իրենց մնացյալ գործերը պլանավորել առաջնահերթություն տալով Ոսկե Ծիրանի օրացույցային օրերին։
Փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ ներկայացրեց այս տարվա ծրագրային առանձնահատկությունները։ Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն հուլիսի 12-ին, իսկ պաշտոնական բացման հնարավորությունը կանցկացվի հուլիսի 13-ին։ Բացումը լինելու է հայ-ֆրանսիական մեծ համատեղ արտադրությամբ, որը իր հերթին բացել էր նաև Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը, Արտոյի երկիրը, Թամարա Ստեփանյանի ֆիլմը ռեժիսորիով իր ճանապարհը պես ակունքները նույնպես տանում են Ոսկե ծիրան մրցանակի, նաև դափնեկիր ֆիլմ, որում ներգրաված են եւ ֆրանսիական եւ հայկական դերասաններ, որը նկարահանվել է Հայաստանում եւ որը վերջին անդրադարձ է նաև վերջին պատմական զարգացումներին։ Ոսկե ծիրան կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանի խոսքով այս տարի փառատոնի ֆիլմացանկում կլինեն Կաննի եւ այլ հեղինակավոր կինոփառատոնների ծրագրերից ընտրված աշխատանքներ։ Նախատեսվում են նաեւ վարպետության դասեր, միջազգային ժյուրի անդամների, ռեժիսորների եւ կինոգործիչների մասնակցությամբ։ Առանձին ուշադրություն կդարձվի երիտասարդ հեղինակներին եւ կարճամետրաժ ֆիլմերի հայկական մրցութային ծրագրին։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Լատվիան եւ Մերձբալթյան մյուս երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ հարվածների համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը։ Նրա խոսքով Մոսկվան հենվում է հաստատված տվյալների վրա։ Ամիսներ առաջ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի արտգործնախարարներն էին հայտարարել, որ երբեք թույլ չեն տվել Ուկրաինային օգտագործել իրենց երկիրը Ռուսաստանի տարածքում թիրախներին ԱԹՍ-ներով հարվածելու համար։ Մայիսին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են օգտագործել Մերձբալթյան երկրները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումների համար։ Այդ երկրները տեղեկությունը սակայն չեն հաստատել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Թուրքիայի Աքսայար քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 40 մարդ, այդ թվում երեխաներ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի եւ նրա ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի Իմամ Խոմենեի Մոսալլայի ներքին բակ, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվել են վերջին հրաժեշտը տալու։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, իսկ անվտանգության միջոցառումները խստացվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մեկ շաբաթով դադարեցրել է Իրանի հետ գործընթացը Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության պատճառով։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է հասնել համաձայնության, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ շաբաթ արձակուրդ է տվել հուղարկավորության համար։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի հստակեցրել խոսքը պաշտոնական բանակցային դադարի թե այլ գործընթացի մասին է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի 2-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է 4301 մարդ, եւս 12199 վիրավորվել։ Չնայած Իսրայելի եւ Լիբանանի միջև անցյալ ամիս կնքված շրջանակային համաձայնագրին, իսրայելական ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Կոստանդինովկան։ Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կենտրոններից մեկը, որտեղ նրան զեկուցվել է ռազմաճակատի երկայնքով ռուսական հարձակման ընթացքի մասին։ Պուտինը հայտարարել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը իր գնահատմամբ ամբողջությամբ պատկանում է ռուսական զինված ուժերին։ Նա նաև նշել է, որ որքան Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հարվածել ենթակառուցվածքներին, այդքան ավելի մեծ անվտանգության գոտի պետք է ստեղծի Ռուսաստանը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գործել Իրանի դեմ։ Նրա խոսքով բանակը պետք է կարողանա միայնակ հարվածներ հասցնել Իրանին, Իսրայելի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար։ Թողարկման այս հատվածում մշակութային թեմաների եմ անդրադարձել Բեկոր ազգագրական բարի խմբի գեղարվեստական ղեկավար Հարութ Բաղդասարյանի հետ։
Բարև պարոն Բաղդասարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Բաղդասարյան, խոսելու ենք կարևոր թեմաների մասին եւ փորձելու ենք բացահայտել ոչ միայն պարը, այլ նաեւ պարի միջոցով հայ լինելու, ամենամեծ առաքելությունը։ Դուք ստեղծել եք մի նախաձեռնություն, որը իրականում շատ խոցելի եւ շատ կարեւոր գործառույթ է իրականացնում պարի լեզվով, պարի միջոցով ներառականություն ունեցող մարդկանց համախմբել, համադրել, ստանալ պար։ Մարդիկ, որոնք ունեն լսողության խնդիր եւ տեսողության խնդիր։ Դա բավականին բարդ, աշխատատար ու նաեւ շնորհակալ աշխատանք է։ Բայց մինչ այդ ամենին անդրադառնալը, ուզում եմ մի փոքր խոսենք Բեկորի մասին, Բեկորի գեղարվեստական ղեկավարն եք պարի համույթի եւ ինչպես ծագեց գաղափարը ստեղծել պարի խումբ, հայկական ավանդական, ինչ որտեղ նաեւ մոռացված պարերի մասին, մեր ազգային արժեքների մասին եւ ինչու հենց Բեկոր։ Մի փոքր տեղեկատվություն մեր հեռուստադիտողի ներկայացնենք, ինչ գործառույթ եք իրականացնում, որից հետո արդեն կանդրադառնանք մյուս նախաձեռնություններին։ Համեցեք։ Շնորհակալ եմ շատ։ Այո, Բեկորը ես խոսքս կսկսեմ իմ ուսուցչի Գագիկ Գինոսյանի խոսքերով։ Այո։ Գագիկ Գինոսյանն ասում էր, ես պար չեմ սովորեցնում, այլ պարի միջոցով հային վերադարձնում եմ հայ լինելու հպարտությունը։ Ես ավելի քան 15 տարի պատիվ եւ բախտ եմ ունեցել քայլել նրա կողքին, լինել նրա խմբի մի մասը եւ լծվել այդ պարի միջոցով հայ լինելու հպարտությունը փոխանցելու առաքելությանը։ Եվ 2018 թվականին ստեղծվեց մի խումբ, սկզբից սիրողական, որ մարդկանց տեղեկացնում էինք իրենց մշակույթի մասին։ Այնուհետև 2020 թվականին այդ խումբը այնքան աճեց, այնքան դարձավ խումբ, որ պետք էր ուղղակի անվանակոչել։ Ընտրվեց Բեկոր անվանումը երկու իմաստով։ Առաջինը Արցախյան հերոսամարտի մեր կարկառուն հերոսներից մեկի Աշոտ Ղուլյանի անվան հետ էր կապված ընտրությունը խմբի անվան, եւ երկրորդը մենք խմբով այս մշակույթի մի Բեկորը, մի մասն ենք։ Եվ այդ պատճառով խումբը անվանակոչեցինք Բեկոր եւ մեր խմբի անդամները մեր շապիկների վրա ունենք տարբերանշան, դիմացը մեծ հայքն է եւ առանձնացված այն Բեկորը, որ մնացել է մեծ հայքից։ Եվ մեջքին յուրաքանչյուր բեկորցի իր նախնիների հայրենիքն է գտնում, շատերը նույնիսկ չեն էլ իմանում իրենք արմատներով որտեղից են, եւ մեծ հայքի այդ նահանգն է նրանց մեջքին եւ կետով նշված այն գավառը կամ բնակավայրը, որտեղից որ իրենց նախնիները, իրենց պապերն են։ Օրինակ ես Տավուշից եմ, Ուտիկ նահանգն է եւ կետով նշված Տավուշը եւ այդպես Բեկոր հավաքվում դառնում ենք մեծ հայք։ Հայկականությանն եք զարկ տվել։ Դե հա, նաեւ որ խթան լինի, կարողանան փորփրել գտնել իրենց արմատները, առիթ լինի։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, կուզենայի նաեւ խոսեինք, շատ հետաքրքրական էր իդեպ այդ լուծումը, որ տվել եք ու վարակիչ կարծում եմ, մյուս տեղերում էլ պետք է հայաֆիկացման գործընթացը շարունակել, բայց այդուհանդերձ շատ կարևոր մի թեմա եմ ուզում անդրադառնալ կամք նախաձեռնությանը եւ հենց բառնել է ինքը հուշում, որ ինչքան կամք է պետք, որ կարողանաս ներառականություն ունեցող երկու շատ խոցելի խմբերի, տեսողական խնդիր ունեցող եւ լսողական խնդիր ունեցող մարդկանց միավորել, համադրել եւ երկուսի հետ ստանալ պար, հայկական պար, բեմադրել հայկական պար մարդկանց, որոնք չեն տեսնում, իմաստն էլ չի լսում։ Այ ինչպես այդ նախաձեռնությունը գաղափարը ծագեց եւ ինչպես իրականացրեցիք։ Մի փոքր նույնիսկ դժվարությունների մասին կխնդրեի ներկայացնեիք։ 2011 թվականին մեր տանն էինք եւ պարոն Գինոսյանը մի զանգ ստացավ, եկավ նստեց, ասեց վաղվանից սկսելու եմ չտեսնողների հետ պարապել։ Ասեց, «Ինգեր Գինոսյան, իբր տեսնողները շատ են կարողանում բարել, միատել չտեսնողները», ասի ո՞նց ես անելու, ասեց, չգիտեմ ո՞նց, ասեց, բայց Ալեքն էր զանգել Յենի Գոմշյան, ասալայի մեր մարտիկներից, ասեց Ալեքն էր զանգել, Ալեքին մերժել չեմ կարող, չգիտեմ ոնց ենք անելու եւ Կարին խմբից 4 հոգով ընկեր Գինոսյանի գլխավորությամբ ես, Կոջունը Դավթյան եւ Անդրանիկը Բաղդասարյան միացանք այդ նախաձեռնությանը եւ սկսեցինք աշխատել չտեսնողների հետ։ Իհարկե բարդ էր, տարբեր մեթոդներ էինք օգտագործում, մենք էլ սովոր չէինք, անընդհատ ասում էինք երեխեք նայեք, նույնիսկ տղաներից մեկը ասեց Հարութ ջան, որ կարողանայինք նայենք, այստեղ ինչ գործ ունեինք։ Այսպես ու 2025 թվականին Բեկորը սկսեց մի նախաձեռնություն,
որ փոխանցի էլի ազգային մշակույթը մարդկանց, ովքեր առաջին հայացքից պիտի դուրս մնան այդ ամեն ինչից։ Եվ սկսեցինք ու ընթացքում ծնվեց անվանումը կամք, որովհետև թե պարուսույցների կողմից, Բեկորի թիմի անդամների եւ թե շահառուների, այսպես ասած, կողմից կամքը այն ամենացայտուն անվանումն էր, ամենակարևոր պայմանն էր, որ այդ ամեն ինչը իրագործվի։ Եվ Բեկոր խմբից մի քանի հոգով, ամբողջ Բեկորն է այս ամեն ինչի մեջ ներառված, բայց հիմնականում աշխատում ենք մի քանի հոգով, ես, Հեղինեն Շահինյան որպես համակարգող, Գայանե Հարությունյանը որպես պարուսույց օգնական եւ Մայրան Պետրոսյանը որպես չլսողների հետ պարուսույց օգնական։ Այդպես սկսեցինք ծրագիրը մշակել, ընթացքում փոփոխման ենթարկել ծրագիրը, ավելի հարմարացնել իրանց եւ ամենասկզբից ես ասել եմ, որ միայն դասավանդման մեթոդը պիտի տարբերվի, մնացած ամեն ինչով դուք իմ համար սովորական պարողներ եք ու նույնիսկ այդքան էլ լավ չի, բայց ասել եմ 3 բացակայության պարագայում խմբից դուրս եք մնում եւ այլ եւ այլ եւ այլ, այսպեսի բաներ, որ բոլորի համար հավասար է։ Որ ասենք այնպես չէ, որ բացակայում ես, որտեղ չես լսում։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Դասավանդման մեթոդն է միայն տարբեր, մնացած ամեն ինչով իրանք կյանքով ապրող մարդիկ են ու շատ բաներ մենք ենք իրանցից սովորում միանշանակ։ Նաև տեսեք, բավականին ծանր բարդ աշխատանք եք տարել, փառքուպատիվ իսկապես այն մարդկանց, որոնք հենց կանգնած են չտեսնող եւ չլսող մարդկանց կողքին եւ նրանց վերադարձնում են լիարժեք իրականություն, լիարժեք կյանք։ Նաև մի նախաձեռնություն կա, ներկայացում, այս հողի վրա ներկայացումը։ Կցանկանայի ներկայացումից խոսեինք, ինչու այս հողի վրա եւ այնտեղ են ներառված կամքից այդ նույն մարդիկ ներառականություն ունեցող։ Այո, 2026 թվականի մայիսին հանրության դատին ներկայացրեցինք Պարոնյան թատրոնում, հանրության դատին ներկայացրեցինք այս հողի վրա համերգ ներկայացումը, որտեղ միայն պար եւ երգ չի, այլ նաեւ թատերականացված 5 դերասան մասնակցեցին, ռեժիսորը Արտուր Սահակյանն էր, մեր իմ պատկերացմամբ ամենահրաշք ռեժիսորներից մեկը, սցենարով, սցենարային գծով, սցենարիստը Լիանա Ասատերյանը, բեմանկարիչով, թատրոնի բոլոր օրենքներով եւ ազգային երգն ու պարը միացավ թատերական խաղին, դա էլ մենք նոր բան չենք արել, Կարինը 5-6 նման ներկայացում է արել եւ ընկեր Գինեսյանը ստեղծել է ազգագրության թատրոն հասկացողությունը, երբ կա թատերական մաս, պար, երգ, բայց դրա հետևեղ նաև չլսող եւ չտեսնող մարդիկ են ներգրաված։ Բեկորի, քանի որ կամքը եւս Բեկորի նախագիծն է, ճիշտ համարեցինք, որ գոնե 2 պարով կամքը նույնպես ներառված լինի, կամքը նույնպես հասկանա այդ բեմ հասկացողությունը, հանդիսատես հասկացողությունը, շփում հասկացողությունը առիթ լինի եւ այդպես 2 համարով ներկայացավ նաև կամքը, ներկայացավ Բեկորի հետ եւ նաև այդ եմ շատ կարևորում իրականում, որ չլսող եւ չտեսնող մարդիկ ապրում են առաջին հայացքից խնդիր չունեցող մարդկանց հետ ու նույն բեմում նույն իրավունքները, նույն հնարավորությունները, նույն պարը ապրում են, դասավանդման մեթոդներն են մի քիչ տարբեր եւ այդքանը։ Մնացածը արդեն նրանք սովորական մարդու պես ամեն ինչն անում են, վայելում են կյանքը։ Տեսեք, ամեն դեպքում ինչ որ բան փոխվել է նրանց կյանքում, այ դուք շփվել եք երկար ժամանակ, դասընթացների ժամանակ, ավելի լիարժեք են դարձել, ավելի կայուն են դարձել, ավելի թերահավատությունը քչացել է նրանց մոտ։ Ես հույս ունեմ, նույնիսկ վստահ եմ, որ այո, որովհետև ավելի բարի միջոցով, ավելի իրենց այդ տարածական կողմնորոշումը միանշանակ կզարգանա, իրենց հայրենաճանաչությունը միանշանակ կզարգանա ու ավելի ինքնաճանաչ դառնում բարի միջոցով։ Ես հույս ունեմ, որ բարից բացի, բարելուց բացի նրանց կյանքում եւս այդ ամեն ինչը շատ օգուտ է տալիս, ինչպես մնացած բոլորին։ Տեսեք, պարոն Բաղդասարյան, շատ կարևոր բան եք ասում, այսինքն ներառականություն ունեցող մարդկանց պարը կյանք է տալիս, հայկական պարը բերում է ռեալ իրականություն, բայց նաև միաժամանակ ուզում եմ հարցս այլ կերպ ձևակերպել։ Դուք որպես մասնագետ առներ շարունակ, այդ ամենի մեջ եք, ինչպիսին է այսօրվա հայոց պարը եւ ինչ է իր մեջ պարունակում
հայ պարը, որտեղ կան տարբեր տեսակի պարեր, եվրոպական պարեր, լատինո պարեր, ամերիկյան, տարբեր մշակութային, բայց հայ պարը միշտ քոչարին, հա, միշտ ասոցացվում է հաղթական ոգու հետ։ Ինչպիսին է հայոց պարը։ Շատ բարդ թեմա է։ Կարող եք շատ կարճ պատասխանել, եթե այն հայկական պարը ընդհանրապես, եթե մեր էթնոպարագիտության հիմնադիր Սրբոյ Լիսիցյանին մեջ բերեմ, հայկական պարը տարբերվում է հենց առաջին հայացքից, տարբերվում է իր մարմնի առանցքի հանդեպ կատարվող ուղղաձիգ շարժումներով, դեպի երկինք, դեպի հավերժություն։ Ես լավ ու վատ չեմ անում, բայց այլ պարերից տարբերվում է, օրինակ հորիզոնական պարեր, պորտապարեր, լատինամերիկյան պարեր եւ այլն, դրանցից տարբերվում է հենց դեպի երկինք, դեպի հավերժություն տանող շարժումներով բոլոր պարերն են այդպես սսպանակավոր ուղղաձիգ կատարվող շարժումներ եւ միանշանակ կարող եմ ասել, որ մեր պարերի այդ շարժումային համակարգը ինչ որ չգիտեմ, էներգետիկ ինչ-որ մի ցիկլ է, որը պարելուց մարդը զգում է, անպայման զգում է։ Ես նոր էի սկսում պարել, պարում էինք մի պար, գառնու տաճարում ելույթի էինք, սենց կարճ ասեմ, որ պատկերացնեք, գառնու տաճարի մոտ ելույթի էինք եւ պարեցինք էջմիածին պարը, որը արևապաշտական պար է, նվիրված է հենց արևին։ Էջմիածին պարը շատ հին ժամանակներից է գալիս եւ մի ամբողջական պարաֆրազը արևի մի շրջապտույտն է, երկրի մի շրջապտույտն է արևի շուրջ։ Այո։ Ու պարեցի տեսա ոնց որ տպավորություններ ոնց որ օդի մեջ պարեմ։ Հետո ուրիշ պարեր պարեցինք նորմալ էր եւ հետ վերադառնալիս նոր ֆիքսել եմ, որ պարում էինք արևին նվիրված պար արևի տաճարում։ Դա պատահական բան չէր։ Ու այդ շարժումային համակարգը ես առիթ եմ ու բախտ եմ ունեցել շատ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ տեղեր պարել մեր պարերը, Կարինի կազմում, Բեկորով եւ երբ պարում ենք հենց այդ նույն քոչարիները, որը հաղթապար է ու պարում ենք բնության մեջ, երբ լեռներ կան դիմացը, ուրիշ զգացողություն է, համերգասրահներում բեմի վրա լրիվ ուրիշ զգացողություն է, այսինքն հաղթական պարեր են։ Եվ փորձենք ամփոփել շատ կարճ, դուք որպես պարի մասնագետ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք ուզում են քաջություն չունեն եւ այլն։ Ինչ մեսեջ ունեք մեր հեռուստադիտողին պարի մասով։ Պարի մասին փառք ասու, հիմա արդեն Կարինի տարիների չարչարանքի արդյունքում պարը արդեն դարել է մոդայիկ եւ երիտասարդները պարում են եւ 2005 թվականի դեկտեմբերից սկսած ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում եւ Կասկադի այդ ներքևի հատվածում պարում ենք անում ենք մեր պարերը եւ մենք նախագիծը եւ ավելի քան 3000 մարդ միանգամից պարում է։ Պարը դարձել է ավելի հասանելի, պարը դարձել է ավելի մոդայիկ, այսպես ասած, ավելի թրենդային այսօրվա լեզվով ասած։ Դա լավ է թե վատ։ Իհարկե լավ է, եթե կարողանում ենք ճիշտ պահել այդ շարժումային համակարգը, որպեսզի այդ կոդը չխախտվի։ Այո։ Եվ բոլորին խորհուրդ կտամ ճանաչել պարը, որովհետև պարը միակ միջոցն է, երբ ընկեր Գինոսյանն ասում էր, երբ մասնակցում են մարմինը եւ հոգին միաժամանակ։ Արվեստի միակ ճյուղն է, երբ մարմինը եւ հոգին նույն բանն են անում։ Եվ այդ միջոցով դեպի ինքնություն, դեպի արմատներ եւ դեպի հենց մարդը ինքն իրեն ամենակարճ ճանապարհն է վերադառնալու ինքնաճանաչողության, ու շատ է օգնում պարը։ Պարեք, եղեք հայրենաճանաչ, պետք չի որ ունենանք պարող ազգ, բայց հայրենաճանաչ ազգ կարծում եմ պետք է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այժմի համար ցտեսություն։